ձեզ իմ շատ սիրելի հարգարժան տիկին Ֆրիդա ջան։ Բարև Սպարտակ։ Լսեցի տղայի դատներ։ Հա, տղայից ճանաչեցին անմեղ սունակ։ Երևի բարին էլ դա էր։ Բարին դա էր։ Եթե իմ տղան անմեղ է, էդ ոնց է բարին դա։ Այսինքն ոնց թե անմեղ է։ Չէ, տիկին Ֆրիդա, իմ տղան իմ համար միշտ անմեղ է։ Գնա։ Գնա տուն քնի։ Ոչ, ես եկել եմ շեֆիս տեսնելու։ Ասում եմ գնա հանգստացի, հիմա դա քեզ ավելի է պետք։ Ինչ հավես է, մամա։ Ինչ դա հավեսնան է։ Որ սպասում ենք կաթա։ Դու պահ է, մամա։ Այս շիշը տարկցի, հա։ Անցի։ Շունչս կտրվում այս վիճակից։ Մի բան պիտի մտածվի։ Մի ձև պետք է ինձ աշխատանք գտնեմ։ Տնօրենն է։ Բայց ինչի է ինձ զանգում։ Արեն, արի հաց ուտելու։ Նկարեմ նորչացնեմ նոր։ Արի, քանի մաման չի ջղայնացել։ Գնա, ես կգամ։ Երեխեք։ Եկա, մամ։ Նստեք հաց ուտելու։ Բա Սոֆին ուրա։ Գնամ կանչեմ։ Չէ։ Արի հաց կեր։ Մամ, ես պիտի դուրս գամ։ Ինչի ուր ես գնում։ Բանդոկի տնօրենն էր զանգել։ Ասեց, որ ուզում է խոսի ինձ հետ։ Սոֆի էլի սկսեցիր։ Մամ, իմ աշխատանքը մեզ անհրաժեշտ է։ Մամ, ասա, որ չես բարկանում։ Նստի հացդ կեր, հետո ուր ուզում ես գնա։ Խմեք հանգստացեք։ Ասում էիք դատը կավարտվի, սայադը կհայտնվի, բայց ուրա չկա։ Ինչ ասեմ, մեր ձեռն ինչ կա։ Մերս, դու ջահել ես, քո գլուխը մերինից լավ աշխատում։ Գոնե դու մի բան ասա, մի խորհուրդ էլի։ Չգիտեմ ինչ ասեմ, երևի պետք է ոստիկանություն դիմենք էլի։ Ես դրանց էլի մեզ են ինչ անելու։ Չեն հանի, էտ էլ է փողով։ Այս այա դուր ես,
Հաստատ գլուխը կերել են։ Սայադի գլուխը կերել են։ Իսկական ընտանեկան տեղա։ Հա, իսկապես, շատ լավ որ միասին հավաքվեցինք, շուտվանից չէինք եկել այդտեղ։ Բայց եթե անկեղծ ես նենց ոչ մի բան չեմ ուզում ուտեմ։ Ինչի՞։ Ադի, էլ չսկսես, ինչ էինք պայմանավորվել։ Թե ինչի բերեցի մերոնց տեղ, հիմա էլ հո գիտեմ, որ ստեղ չի աշխատում, մեկը շարունակում եմ ստեղ գալ։ Ես անդադար ուզում եմ լինել այնտեղ, որտեղ ինքը կա։ Միք, մտազբաղ ես։ Չէ, ասում եմ, եթե մարդ կա, ում տեղը դուր չի գալիս։ Բայց տեղը շատ լավն է, ու բոլորի սրտովը, դու մի անհանգստացի։ Մեկ բա ինչի մեզ հենց այստեղ բերեցիր։ Իսկ ինչի, Ադրիանա, քեզ տեղ դուր չի գալիս։ Ադրիանա, բայց իսկականից տեղը շատ լավն է, չէ՞ որ։ Չէ, տեղը էլի լավն է, ուղղակի պետք է ինչ-որ առանձնահատուկ մի բան լինի, որ մի կամ բոլորից բերել է այստեղ։ Ինչ ես ուզում, Ադրիանա, ինչ-որ բան է եղել։ Ստեղ մի բան էլ չի։ Տեսնես ինչ կա իրա մեջ, որ դու ուսեթը վազնում եք իրա հետևից։ Своим глазам я за эту встречу все отдам. Может быть, со мной не по пути. Знаю, я должна сейчас быть. Желаю тебе самую яркую. Желаю тебе из тысячи слез одну, самую сладкую. Желаю тебе. Փաստորեն այստեղ նրա առանձնահատկություններն ունի Ադի։ Մի կան պատահման չի մեզ այստեղ բերել։ Ես չեմ հասկանում, ինչ եք վրա տվել տղայիս։ Հանգիստ ուրեք, Միկայել, ես դեռ համբերում եմ։ Միք ասել է համբերում, իսկ աղջիկները ոգևորվել են։ Բայց ես ինչ ասացի։ Ես ուղղակի ասում եմ, որ այստեղ այնքան լավն է, համ լավ երաժշտություն կա, համ լավ երգչուհի կա։ Или я приду к тебе во сне, и опять услышишь голос мой. Смысл слов по-прежнему простой. Желаю тебе из тысячи звезд одну, самую яркую. Желаю тебе из тысячи слез одну, самую сладкую. Желаю тебе из тысячи встреч одну, самую счастливую. Желаю тебе из тысячи ночей одну, самую длинную. О чем тебе я говорю, сколько хочешь раз я повторю. Желаю тебе из тысячи звезд одну, самую яркую. Желаю тебе из тысячи слез одну, самую сладкую. Желаю тебе из тысячи встреч одну, самую счастливую.
Դու գիտեիր, որ սա այստեղ աշխատում։ Մոռացել ես, ես եմ քեզ ասել։ Желаю тебе из тысячи встреч одну, самую счастливую. Желаю тебе из тысячи ночей одну, самую длинную. Ինչի հաց չես ուտում, Ալենա, քեզ ու երեխուն սնունդ է պետք։ Անպայման է երեխուն հիշատակելը։ Այսինքն։ Դե այնպես է ստացվում, որ ամեն անգամ մենակ երեխուց ես խոսում, իսկ ես հեչ։ Հեսա կգամ։ Ես չեմ ուզում պարապեցնեմ, ես կարամ ինչ-որ բանով օգնեմ, բայց պետք չի Սոֆյան ջան։ Սոֆիա, այդ ոնց եղավ, որ նորից որոշեցիր ստեղ աշխատես։ Լավ, ես գնամ։ Միկա, ինձ պետք է այս աշխատանքը, հասկանում ես, պետք է։ Արի կլինի, խնդրում եմ քեզ, դու ստեղ մի աշխատի, ինձ լսի։ Ինչ ես ասում, Միք, չես լսում, ինձ պետք է այս աշխատանքը։ Ախր հասկացի, ես չեմ հասկանում ինձ հետ ինչ է կատարվում։ Ես որ տեսնում եմ քեզ երգելուց, ես ուղղակի գժում եմ։ Դու երգում ես, մարդիկ հաց են ուտում, Սոֆա, հասկանում ես։ Բայց ես Առաջարկում եմ խմել Միկայի ու Մալենայի կենացը։ Բա, ապարի սպասենք Միկան վերադառնա, էլի։ Այսա ես գնամ տեսնեմ ինչ եղավ, հա։ Ադրիանա, կարող է դու հասկանում ես այդտեղ ինչ է կատարվում։ Իսկ ինչ է կատարվում, մամ։ Ջան, չվախենաս, չի ցավալու։ Հա։ Հա։ Ընդհանրապես ցավ չես զգալու։ Տեսնում ես։ Դե բարքի։ Մամա։ Հա ջան։ Որ մեծանամ բժիշկ եմ դառնալու։ Հա իմ խելոք, ես էլ այնպես կանեմ, որ դու ու Նանեն դպրոց կգնաք, լավ կսովորեք ու կմեծանաս բժիշկ կդառնաս իմ հրաշք։ Նանեն ասել է ինչ է դառնալու։ Չէ, երևի չի որոշել դեռ։ Որոշել է։ Ինչ է դառնալու։ Դասատու։ Հրաշք։ Ոնց պիտի ես ես մարդուն շնորհակալ լինեմ։ Այսքան բարի ու հոգատար իմ երեխաների հանդեպ նույնիսկ հարազատ հայրը չի եղել։ Իմ երեխաները իր հորից այս բարությունն ու հոգատարությունը չեն ստացել։ Միկա,
Էդ ի՞նչ վատարար քեզ արել, որ այս աղջիկը ուզում է քեզ պատժի։ Այն էլ ոչ ավել ոչ պակաս ուժեղ ապտակելով։ Մարենա, գնանք։ Չէ, ինչի՞։ Գուցե Սոֆյան ինձ բացատրի ինչի ապտակեց ամուսնուս։ Ես որ շատ եմ ուզում իմանալ։ Ես ասելիք չունեմ։ Սկսում եմ բարկանալ, գիտեք։ Սենց ոնց կլինի։ Լավ, գոնե հասցրեցիր Միկա կարիքները թոքալ, թե դեռ երկար պետքա քեզ սպասենք վերևում։ Մալենա, գնացինք տուն։ Գնանք, ես քեզ տունը կպատասխանեմ։ Չէ, ինձ ստեղ շատ ադուր գալիս, ստեղ շատ լավ է։ Համ երաժշտությունն ադուրս գալիս, համ երգչուհին ադուրս գալիս։ Իդեպ, ինչպես անենք, որ մի հատ էլ երգես, հող պետքա վճարենք։ Մալենա, մենք գնում ենք տուն հենց հիմա։ Սետը ոնց որ լավ չի զգում իրան։ Շտապօգնություն կանչի։ Ցավատան շտապօգնություն կանչեմ, որ ինչ անեն։ Այս մարդը կհանգստանա այն ժամանակ, երբ որ իր ամուսնուն գտնեն։ Ախար Ասուս։ Այդ մեղքի զգացումը կոկորտած բռնված չի թողում։ Այդ մեր մեղավորությունն է, որ մինչ հիմա սա հետը չկա։ Սետը ջան, հեռախոսը տա պատասխանի տեսնենք ով է։ Հեռախոսը։ Ալո։ 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 Կարող է Սայա։ Ալո։ Հələ դուր ինձ։ Ալո։ Պապ, սպասի մի վարքան հասնեմ։ Սայա դու ես։ Սայա եթե դու ես ձենհանի խնդրում եմ, ալո։ 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 Սայա ձենհանի, որ իմանամ լավ է, Սայա։ Սայա, ալո, ալո։ Անջատեցին։ Հələ հենց հիմա է զանգի։ Ո՞թե։ Զանգի։ Փակամարից է։ Չհասկացա։ Փակամարից է, հա։ Փակամարից է։ Լավ, ասենք թե համոզեցի, բերեցի Դիլիջան մի քանի օր էստեղ մնացինք։ Հա, հետո ինչ է սպասվում։ Հետո ինչ պիտի անեմ։ Ես օթատուրի պես անսիրտ ապրել չեմ կարող, ասես արենը չկա, գոյություն չունի ու չի էլ ունեցել։ Միևնույն ժամանակ Ալայի հետ լեզու գտնել չի լինում։ Ոչ էլ կթողնի երեխուն մոտենանք։ Իրականում բոլոր իրավունքներն ունի այդպես վարվելու։ Ոնց է իմ ճանապարհորդ աղջիկը։ Հա, դե լավ է։ Ես լավ եմ բալես, լավ։ Մենակ քայլելուց մի քիչ գլուխս պտտվում, բայց ընդհանուր առմամբ լավ եմ։ Հա, դե տատուտ հորդորով եկել եմ Դիլիջան մեր հյուրանոցում մի քանի օր հանգստանամ։ Լավ են, լավ։ Ախ, տեսնես, երբ է գալու այն օրը, որ դու տատիդ իրար հետ լեզու գտնեք։ Գիտես ոնց եմ սպասում այդ օրվա։ Լինելու է, էլ մի սկսի։ Լավ բալես, լավ։ Դե կխոսենք։ Սեթո բայց լավ էլ հարուստ եք, հա։ Ամեն մեկը չի, որ սենց հյուրանոց կարա ունենա։ Աշկդ փորձել ես, գոգա։ Կարող ես աշկով տաս եմ էլ հյուրանոցը բլվի մնանք տագլով։ Քանի օր եք մնալու։ Չգիտեմ, տատին կորոշի։ Տատին ռուլի տանում էլի։
Տես մի բան գոգա։ Դու էլ ոնց որ պահոդու խաղալ չես սովորել, հա։ Սեթո քանի օր եք մնալու, ասա, ես էլ կարող եմ մնամ ձեր հետ։ Չես համաչում գոգա։ Ախր դու չես համաչում։ Ընկերդ գժանոցները թավալա գալիս։ Դու ուզում ես դիլիջանները գուլյա տանես, բայց չես համաչում։ Սեթո կարող է Դանիեն հետո դուրս թողեն։ Ախր դուրս գա ինչ անի։ Թողանա մի անգամից ընտեկը գժվի կպրծնի, ինքն էլ մենք էլ։ Բայց որ ուզում ես իմանաս, ես չեմ ուզի, որ ինքը մենակ մնա։ Այդ չես ուզի գնա մոտը։ Ես որ չեմ ուզում գնամ։ Գնա, քեզ էլ կխոսանք մոտ հարմար սենյակ կտամ։ Սանհանգույցը սալիկապատված։ Սաունայով, դուշևոյով։ Խփի։ Պաստավկեն չխփես։ Կարա սպասես հասնենք տուն նոր ելույթ ունենաս։ Ինչ ես ասել կամ արել, որ այդ աղջիկը քեզ ապտակեց։ Մալենա, ինչեր ես խոսում, մտածի մի քիչ։ Չեմ զարմանա, եթե բարձվի, որ… Ինչ, շարունակիր, ինչ։ Ինչի է ինձ թվում, որ դու ինձ չես սիրում։ Մալենա, ստեղ զգացմունքներ բարձելու տեղ չի, չես մտածում։ Ինձի։ Ինչ որ անծանոթ աղջիկ իմ ամուսնուն ապտակեց ու դու ուզում ես, որ ես աչք փակեմ դրա վրա։ Դու ինձ հիմարի տեղ ես դնում։ Ախր հասկացի, ես չեմ հասկանում ինձ հետ ինչ է կատարվում։ Ես որ տեսնում եմ քեզ երգելուց, ես ուղղակի գժում եմ։ Դու երգում ես մարդիկ հաց են ուտում, սոֆա հասկանում ես։ Բայց ես չպետք է թողնեմ, որ ինքից կպներ։ Երևի մամա ճիշտ ասում։ Ես չպետք է աշխատեմ այստեղ։ Սոֆիա, ինչ ես լաց լինում։ Ես ուղղակի արդարացումներ չեմ ուզում լսել։ Միայն ուզում եմ որ բարձրանաս ու երգես։ Բոլորը քեզ են սպասում։ Եվ հետո դու էլ չի ասում որ քեզ գումարի անհրաժեշտ։ Ինչքան շատ երգես, այնքան քո գումարը ավելի շատ կլինի, Սոֆիա ջան։ Եթե նրանք նստած լինեն, չեմ կարողանալու երգել։ Վերջ, ամեն ինչ անցյալում է։ Չգիտեմ ոնց երախտապարտ լինեմ քեզ։ Միայն առաջարկս ընդունելով։ Ինչ առաջարկ։ Ես ու դու երեխաներին տանում ենք հաց ուտելու։ Միշտ չի որ աշխատանքային գրաֆիկս թեթև է լինում, այնպես որ առիթից օգտվենք։ Իսկ ինչու ոչ։ Իսկ կլինի ես ասեմ որ գնանք։ Միայն դրանով ինձ կօգնես։ Ինձ համար շատ կարևոր է որ դու գոհ լինես։ Լավ։ Ասի զանգեմ, որ հանգարց չասես չի հիշում, Ազի ջան։ Գիտես են քո սիրած պանդոկում ենք։ Էսում եք խոսում։ Երևի ընկերուհու։ Ոյ թիթիզներ։ Ազիզ հələ չեմ հասկանում, դու ֆշշնում ես։ Թույնը դուրս չի եկել լա։ Վայ, չհիշեցիր, այն որ քո սիրած երգչուհին է երգում, այ հենց այդտեղ ենք։ Կյանքս կարող է հասնեմ դե գլուխը ջարդեմ։ Թե կողերդ մարդ կա, տես քեզ լավ աղջկա տեղ ես դրել։ Դե լավ, պակա, որ զբաղված ես։ Չի։ Որ ես հեռախոս չանջատես հանգած։ Ուրեմն դու անջատի։ Ինչ ես անում այդ պանդոկում, աղջիկ։ Ըստ տրամաբանության հաց եմ ուտում ու վայելում եմ այն քո շատ սիրելի երգչուհու կատարումները։ Ադրյան այդ որ մի ընկերուհի տա։ Մամ ջան, չես ճանաչի, նոր ընկերուհի է։ Դե մի օր հրավիրի մեր տուն, կդադարի նորը լինել։ Չակատարում քաղաքում չեմ հասկանում։ Թե ես խեմ եք ես թե փակվե։ Չեղավ ասես կյանքի ռիթմից հետ եմ ընկնում։
Հորս այդ օրն եք գցում, հիմա էլ գնացես սոխակի նման երգում եք, հա? Լավ։ Այ երեխեք ջան, ուր էիք։ Լավ եկաք, թե չէ մաման ասում էր գնանք ձեր հետևից, այն էլ Ադին ասեց մենակությունից վախենում ա։ Չէ, պապան կատակում ա, բայց իրոք հո բան չի եղել։ Մամա ոչ կոռեկտ հարց ես տալիս։ Չես տեսնում, որ իրանք շատ խառն են եղել։ Դե հաց կերեք, սարում ա։ Ադրիանա, դու էլ զանգի ընկերուդ։ Գոնե այտենց ժամանակ կսպանես։ Իսկ կլինի դուրս գանք։ Հանգստացի։ Ինչի քեզ լավ չես զգում։ Միկա, աղջկան նեղացրել ես։ Չէ։ Դու ակնհայտ ստում ես։ Ինչ ես ուզում ասես։ Ես ուզում եմ իմանամ ինչի ա Մալենան տխուր, անտրամադիր։ Մարի չմոռանանք, որ ինան հուզվել ու անհանգստանալ չի կարելի, հակացուցված ա Միկա ջան։ Ադրիանա, հասկացանք։ Լավ ամեն ինչից տեղյակ ես, հերիքա, մի քիչ նորմալ բայ։ Այս ամեն ինչը լավ չի։ Մի հատ էլ քուր ու աղբեր ծեծեք իրար։ Մալենա, եթե իրոք չես ուզում մնաս, արի գնանք։ Ոչ մի խնդիր։ Կարողա Սայադ էլ չկա։ Լուրջ բան եմ ասում։ Սայադի գլուխը կերել են։ Բայց ինչ ես այդպես մտածում։ Խելքը գցել ա։ Ինչ ասես խոսումը։ Սեդա, դու քեզ հավաքի, թե չի ես սկսում եմ արդեն բարկանալ։ Պապ կլինի ես մարդու դրության մեջ մտնես։ Այս մարդուն է դրությունից պետք է հանել, այ ընկեր։ Այդ մենակ Աստված գիտի ոնց։ Սեդա ջան, թող այդ զանգը քեզ հուսահատության գիրկը չգցի։ Դու հակառակը մտածի, հակառակ գնայի, որ այս զանգը եղավ, ուրեմն հույս կա, որ ինչ որ միտեղ Սայադը կա, ողջ ա։ Որ ողջ լիներ, մի բառ կասեր, սիրտս կհանգստանար։ Այ բալամ, կարող է հնարավոր չի եղել, չեն թողել, բայց որ ողջ ախոն բաստատ ա։ Հա, համաձայն եմ քեզ հետ, պապ։ Որ ողջ չլիներ, այդ զանգերը անիմաստ կլինեին։ Հիմա ինչ հույսս չկորցնեմ, սպասեմ, բայց մինչև երբ, ես հենց մենակ նստած սպասում եմ։ Բայց դու մենակ չես, մենք էլ քեզ հետ նստած հավասար սպասում ենք։ Ասածս էլ է, սենց դինչ նստած սպասում ենք, ով գիտի Սայադը մեր օգնության կարիքն ունի։ Մալենա, գույնդ գցել ես։ Ոչ մի լուրջ բան չկա, մամ ջան։ Բայց դու ինչ ես Մալենայի տեղ խոսում, Միկա։ Դու ինչ ես անընդհատ ամպոչ գտալի պես մեջ ընկնում։ Չեմ հասկանում, այսօր ինչ ա ձեզ գծել։ Հասուն մարդիկ եք, ոնց որ 2 տարեկան երեխա եք։ Ուզում էի կարգին հաց ուտեինք, բայց չստացվեց։ Մեկը գնում ա, մեկը գալիս ա։ Սոֆիան այստեղ է աշխատում։ Այո։ Բարև ձեզ, տիկին ալա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև։ Բարև ձեզ։ Պապ, չգիտեմ, հիշում եք թե չէ, ինքը երկչուհու մայրն ա։ Միկա, դու տեսել ես Սոֆիային։ Մենք եկել ենք, որպեսզի Սոֆիայի երգը լսենք։ Երեխեք։ Շնորհավորում եմ, ձեր աղջիկը ի դեպ շատ լավ ձայն ունի ու շատ լավ է երգում։ հա, ի դեպ, տիկին ալա, ծանոթացեք։ Պապաս ա, մամաս ա ու քույրս ա։ Եթե անգամ գնացած չլինեմ, ես կերքեմ։ Ընտանիքիս փողա պետք։
Քեզ հանգստի ես նվիրել, հա? Կարող ես միանալ։ Վախենամ հանգիստը թվչացնեմ։ Դու իմ կյանք այնքան ես գեղեցկացրել, եթե նույնիսկ հիմա դու իմ հանգիստը փչացնես, դա քեզ ներելի է։ Քեզ ամեն ինչ է ներելի։ Ծաղրում ես, հա? Մինչդեռ դու մեր ամուսնական կյանքը պիտի ծաղրես։ Էլի բողոքում ես։ Այ եթե ես քո փոխարեն լինեի։ Թաթուլ բավական է, հա։ Ինչա ձեզ բոլորի թվում, որ ես իբր թե ծովերի թագուհին եմ, ինչա քո կինն եմ։ Հանգիստ։ Ու մի մոռացի, որ ես ուղեղից ցնցում եմ տարել։ Մի հարց տամ, հա քեզ։ Ինչի ենք մենք միասին ապրում։ Իսկ ես չեմ հիշում օրենք, որի համաձայն ամուսինները պետք է առանձին ապրեն։ Իհարկե, եթե բաժանված չեն։ Անկեղծ ասած ավելի լավ կլիներ բաժանվեինք, քան թե ապրենք այնպես, ինչպես ապրում ենք։ Հարևանների նման, օտարների պես։ Կարող է։ Սիրո տեսարաններ ես ուզում։ Տիկինս։ Իսկ վերջին անգամ երբ ես այդպիսի տեսարան ապրել։ Թաթուլ, հիմա էլ հոմարդ չկա։ Ես ու դու ենք ու իրարից թաքցնելու բան չունենք, արի անկեղծ խոսենք իրար հետ, հա։ Մտածում եմ ինչ պատասխանեմ քեզ։ Ես այս ամենը չեմ ասում, որ քո մեջ մեղքի զգացում արթնացնեմ։ Ուղղակի ուզում եմ հասկանամ, ինչի համար ենք այսպես ապրում։ Թաթուլ, ամենուրեք իրար հետ ենք գնում, բոլոր խնջույքներին, խրախճանքներին մասնակցում ենք, բայց ես ու դու օտար ենք, չէ՞ իրար։ Եվ վերջի ամենակարևորը մենք երջանիկ չենք։ Այ մտածում եմ ինչա պետք անել սխալս ուղղելու համար։ Վազեմ անկողին տիկինս։ Դրանով հարց չի լուծվի։ Ու ես էլ դրանից չեմ երջանկանա։ Ուզում ես բաժանվենք։ Քեզ ապա արձանա պետք։ Չէ, այդ մեկը չեղավ։ Ես այնքան չեմ կուլ տվել ձեր նվաստացումները, այնքան չեմ ինքս ինձ զսպել, որ հիմա էլ գնամ անտերի պես մենակ ապրեմ։ Բա, տեսնում ես։ Բայց իմ կյանքից են գնում այս տարիները։ Գնում են, Թաթուլ, հասկանում ես։ Ու մի պահ ես գիտակցում եմ, որ ես իմ կյանքը մաշում եմ։ Մաշում եմ, ոչ թե վայելում։ Ագնես, մի հատ կողմնորոշվես, ինչ ես ուզում։ Ես ոչ կարող եմ քեզնից բաժանվել։ Ոչ էլ կարողանում եմ հետդ ապրել։ Հասկանում ես, կյանքս դժոխքի է վերածվել։ Ոնց որ դժոխքում ապրելիս լինեմ։ Գիտես ինչքան վատ ազգում տղամարդ, երբ իր կողքի կինը ասում է, որ ինքը երջանիկ չի։ Ես դա չեմ ասում, որ դու քեզ վատ զգաս։ Ես ուղղակի հետդ կիսվում եմ, որովհետև ուրիշ մարդ չկա։ Ինչ ասեմ, չէ ուզենա, որ մեր կյանքն էսպես դասավորվեր։ Ինձ տենց դժբախտ հայացքով մի նայիր, հա։ Դու քո կյանքը ապրելու ապրում ես, Թաթուլ։ Ցավոք սրտի ես նույնը անել չեմ կարող։ Ճիշտ է, չես կարող, բայց եթե հանկարծ փորձես այդպես ապրել, ես քեզ կսպանեմ, պարզա։ Պոգվի քաղաք, Սեյթո ջան, պոգվի տես կյանքը որ փունում է։